Պահպանելու ենք մեր ցանցը, բնականաբար զգալիորեն կրճատված տարբերակով, բայց ներկայացուցչություն ապահովելու ենք բոլոր մարզերում եւ մինչեւ մենք բնակչության պետական ռեգիստրում որպես լիազոր մարմին միգրացիա եւ քաղաքացիական ծառայություն չներմուծենք անձի տվյալները իրավական կարգավիճակը որոշված, անձը մասնավոր իրավասու չէ որևէ տեսակի դիմում վերցնել անձից։ Այսինքն այն ընկալումը, որ կենսաչափական անձնագիրը կարծես դիտարկվում է վատ որակի կամ լավ որակի անձնագիր, փաստաթուղթ, ըստ էության սա համակարգային մոտեցման մասին է խոսքը, ոչ թե Տեսեք, այո, այս ծրագիրը ըստ էության մի շարք խնդիրներ է լուծում եւ մի քանի շերտի խնդիրներ է լուծում, բացի նրանից, որ փաստաթղթի որակը ֆիզիկապես իսկապես թղթի որակի մասին է, բլանկի որակի մասին է նաեւ խոսքը, էլեկտրոնային կրիչի որակի մասին է խոսքը, զգալիորեն բարելավելու է, այլ այս ծրագիրը բերելու է նաեւ երաշխիք ցանկացած կենսաչափական փաստաթուղթ կրող անձի համար օրինակ արժանապատիվ ճամփորդելու իմաստով։ Եվ սա ժամանակի պահանջն է, ժամանակի հրամայականն է, այս ճանապարհով չգնալ հնարավոր չէ, որովհետև սահմանների կառավարման նորանոր մոդելներ են աշխարհում գործարկվում, ինչպես օրինակ ընդամենը 1-2 ամսից ETIAS կոչվող եվրոպական սահմանների կառավարման նոր համակարգն է կյանքի կոչվելու, որը որ պետությունների միջև կենսաչափական տվյալների փոխանակման մասին է, հնարավորինս նպատակ ունի մինիմալի հասցնելու անձին պատճառվող անհարմարությունը որևէ սահմանին, այսինքն իմաստը այն է, որ անձը կարողանա իր կենսաչափական փաստաթուղթը էլեկտրոնային կարդացող սարքի միջոցով ընդհանրապես սկանավորել եւ շարունակել ճանապարհը, չլինեն կուտակումներ օդանավակայաններում, չլինեն բարդություններ, բայց անձը ով չի ունենա կենսաչափական փաստաթուղթ, ստիպված կլինի այդ ողջ կենսաչափական տվյալները տեղում հանձնել։ Եթե մենք չենք ուզում այդ տեղում հանձնելու տարբերակով այնուամենայնիվ շարունակել կրողը լինել այդ բարդությունների, ուրեմն պետք է վաղ թե ուշ անցնենք այս ճանապարհով եւ ելի շեշտադրեմ սա նաեւ վիզաների ազատականացման համատեքստում ուղիղ եւ պարտադիր դրված պահանջ է եւ բոլոր այն պետությունները, ովքեր եւս վիզաներ են ազատականացրել Եվրոպական միության հետ, պարտադիր կերպով հիմքում ունեցել են այս պահանջը։ Շատ լավ, վիզաների ազատականացման գործընթացին դեռ կանդրադառնանք, բայց մի ճշտում, քանի որ գրասենյակների թիվը կրճատվելու է, ինձ հետաքրքիր է աշխատակազմի թվաքանակի կրճատում նախատեսում է կամ ենթադրվում է թե ոչ, եւ նշեցիք, որ մասամբ նաեւ ձեր ներկայացուցչություններն եք պահպանելու, հնարավոր է որոշ